Պարոն Սաղաթելյան, Գագիկ Ծառուկյանին վերաբերող քրեական գործի վերաբերյալ ինչ կարող եք ասել, Քննչական կոմիտեն ծավալուն հաղորդագրություններ տարածել եւ ըստ էության 3 դրվագով մեղադրվում է Գագիկ Ծառուկյանը։ Սա շատ ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում է, կարծում դա բոլորին է ակնհայտ։ Մարդկանց մանդատները գողացան, 60000 ձայն, հիմա փորձում են այս ճանապարհով հետապնդել, սահմանափակել ըստ էության քաղաքական ուժի գործունեությունը։ Նիկոլ Փաշինյանը ձգտում է այս ճանապարհով երկրում հաստատել մեկ անձի դիկտատուրա, մեկ անձի իշխանություն, լավ գիտակցել է, որ ինքը զուրկ է լեգիտիմությունից եւ նման կերպ ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ քաղաքական գործիչների հետապնդումով փորձում է ճանապարհ հարթել դիմադրության օջախները ոչնչացնելու եւ իր դրսի գործընկերներին տրված խոստումները իրականացնելու համար։ Ընդդիմության քայլերը այս վերջին ինչպես պաշտպանել, որ ինչպես հասկանում ենք, որևէ ընդդիմության լիդեր ազատված չէ նման հետապնդումներից, գործերից։ Գիտեք, ես այն ինչ որ պետք է ասեմ, առաջին անգամ չի կամ նոր չեմ ասում։ Այս իշխանության դեմ, որը զուրկ է լեգիտիմությունից, որը չունի սրբություն, որը չունի կարմիր գիծ, որ իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի, այս իշխանության դեմ պետք է ինստիտուցիոնալ համակարգված դիմադրություն, որտեղ բոլոր քաղաքական ուժերը, ազգային գործիչները, մեր երկրի համար մտահոգ հասարակական, քաղաքական, մտավորական շրջանակները մեկտեղ են իրենց ջանքերը, կազմակերպենք այս դիմադրությունը եւ հասնենք փոփոխության։ Այլ պարագայում, եթե դուք նկատել եք, այս նախորդ 5-6 տարիների ընթացքում, ես հենց հիմա գիտեմ քաղաքական գործիչ, նախկին պաշտոնյա, չգիտեմ ոնց կուզեք ասեք, ով անազատության մեջ է, 3 տարի առաջ ասում էր, դա ինչ կարիք կա այս մարդկանց դեմ պայքարել։ Շատերը այս ժամանակահատվածում մտածել են, որ այս չարիքը իրենց տուն, իրենց ընտանիք չի մոտենալու, ու եթե մենք նախորդ 6 տարվա ընթացքում ունենայինք մի շրջան, երբ որ դաշտի բոլոր ուժերը անխտիր այս նպատակի շուրջ միավորվեին, ջանքերը դրածելն, այսօրը չենք հասցնի։ Այս ժամանակահատվածում եթե մենք տեսնում ենք, տարբեր միավորներ առանձին, ոմանք իրենց ամբողջ կարողությամբ, ոմանք ավելի փոքր հատվածով պայքարել են, բայց չենք ունեցել մի շրջան, մի շարժում, երբ որ բոլոր ուժերը մեկտեղված լինեն։ Հետևաբար ճանապարհը մեկն է, համակարգված դիմադրություն այս գործով հանցավոր ռեժիմի դեմ։ Այլ ճանապարհ չի։ Իհարկե, այդ պարտականությունը, այսպես ասած, պատասխանատվությունը ունեն հիմնական քաղաքական ուժերը, այդ թվում նաև մենք։ Բնականաբար մենք չենք խուսափում մեր այդ պատասխանատվությունից եւ նախորդող ժամանակահատվածում էլ առնվազն մի քանի խոշոր նախաձեռնություններ արել ենք, այդ պատասխանատվությունը ստանձնել ենք, փորձել ենք հասնենք վիճակի փոփոխության։ Միասնական հանրահավաքի վերաբերյալ պարոն Սաղաթելյան, ինչ նորություն կա։ Ի վերջո դա տեղի ունենալու է, չի ունենալու, թե այն որ արդեն երկու խմբակցություններն էլ որոշել են մանդատները վերցնել, այդ հավաքը այլևս բացարձակ մանդատները հանրահավաքի հետ կապ չունի, մանդատ վերցնելը չի նշանակում, որ ընդդիմությունը առնվազն խորհրդարանական հրաժարվում է փողոցային պայքարից, իսկ հարցի սկիզբը ոնց է։ Հանրահավաքի մասին նորություն կա։ Իսկ տեսակ ընդամենը 4 օր առաջ ընդդիմադիր դաշտի մի շարք կուսակցություններ հայտարարեցին կարևոր օրակարգային հարցերի շուրջ համախոհություն ունենալու հետ կապված։ Դա ենթադրում է, որ այդ օրակարգային կետերը պետք է բացվեն, ընդլայնվեն եւ այդ օրակարգերի սպասարկման շուրջ ձևավորվի ճանապարհային քարտեզ։ Հետևաբար բնականաբար եւ հանրահավաքները լինելու եւ փողոցային պայքարը լինելու, այստեղ խնդիրը երբ, ինչ կառուցվածքով եւ ինչ ուժերով այդ քննարկումները շարունակվում են դաշտում։ Պարոն Սաղաթելյան, իսկ հնարավոր համարում եք, որ ընդդիմադիր այլ ուժերի ներկայացուցիչների, օրինակ ձեր դաշինքի մյուս ուժերի նկատմամբ էլ նոր ինչ-որ ռեպրեսիաներ լինեն, փորձեն մեկուսացնել նաև դաշինքների առաջնորդներին։ Նախորդ 7-8 տարիների ընթացքում դա տեղի ունեցել է, այս ինչ որ կատարվում է, սա չգիտեմ, առնվազն մեր համար որևէ նորություն չի։
Այս նույն մեր նկատմամբ, դաշնակցության նկատմամբ, մեր դաշինքի նկատմամբ, իմ ընկերների, իմ բոլորի նկատմամբ այս քանի տարիներ տեղի ունեցել է եւ իհարկե եթե ուժները հերիքի, եթե կարողանան հաղթահարեն այս ձերբակալությունները, առաջիկայում այս չոքելու է այլ քաղաքական ուժերի դուռը ու առհասարակ ազգային մտածողություն ունեցող մարդը Հայաստանում հետապնդվելու է։ Ով չի սպասարկում թուրք-ադրբեջանական օրակարգ, ինքը հետապնդվելու է։ Այն գործարարը, ով հաշտ չի լինելու ըստ թրքացման process-ի հետ, կապ չունի ինքը զբաղվում է քաղաքականությամբ, թե ոչ։ Ինչ որ մի պահի, հիշեք այսօրը, եթե սրանք մնան, ինքը եւս հայտնվելու է այս ամեն ինչի մեջ։